Ընդհանուր առմամբ ինչ կասեք այս դատավարության ընթացքի վերաբերյալ եւ հայտնի է, որ նաեւ այս գործող դատախազը մեղադրող սեփական դիմումի հիման վրա հրաժարական էր տվել, սա արդյոք ճնշումների արդյունքում է ձեզ։ Նախ խոսեմ ի սկզբանե այս գործի մասին։ Շինծուքրեական գործ, որը որ հատուկ է փաշինյանական ռեժիմի գործելավոճին, որի նպատակադրումը կայանում էր ընդամենը սեփական քաղաքական դիմախոսներին լրացնելու եւ ակտիվ պայքարող քաղաքացիներին հերթական անգամ զնդանները նետելու եւ սրբազան պայքարի կամ 18 արդարների գործը լիովին տեղավորվում է այդ շրջանակներում։ Ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք այս ռեժիմի գործելավոճի մասին, սեփական քաղաքական դիմախոսների բռնաճնշումների ենթարկելու համատեքստում, այս ամենը ընդհանրապես նորություն չէ։ Մենք ընդհանրապես վերջերս տեսանք, որ հիմնեմնի մի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանի կալանքը ապօրինաբար երկարաձգվեց 3 ամսով եւ քաղաքաբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի 7-րդ օրն է այսօր արդեն եւ օրեր առաջ էլ մենք տեղեկացանք, որ հացադուլավոր քաղաքաբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին ոչ ավել ոչ պակաս տեղափոխել են պատժախոց, որը որ հերթական ապօրինությունն է, որը որ տեղի է ունենում ռեժիմի կողմից սեփական քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու համատեքստում։ Թե Գիտեք, այս գործը բավականին լայն հասարակական հնչեղություն ստացավ եւ ես չեմ բացառում, որ այո նաեւ ճնշումների որոշակի արդյունքում տեղ ունեցավ այն ինչ որ նշում եք, ես նշում եմ, որ ընդհանրապես թե 18 արդարների դատավարությունը, սրբազան պայքարի նկատմամբ բռնաճնշումները, թե քաղաքական այլ ընդդիմախոսների նկատմամբ տեղի ունեցող բռնաճնշումները, մասնավորապես հիմնեմնի մի ոդքասթի համահեղինակներ քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սահաթելյանի ապօրինի կալանավորումը, դրանք մի կաթսայի մեջ են ըստ էության։ Այդ կաթսան կոչվում է քաղաքական բռնաճնշումներ սեփական քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, կապ չունի թե դու որ թևից ես, այսպես ասած։ Եթե դու ռեժիմի դեմ ես, ապա բռնաճնշումների ենթարկվելու սուբյեկտ ես։ Եվ այս համատեքստում ես շատ կարևոր եմ համարում, որ բոլոր քաղաքացիները, բոլոր հասարակական քաղաքական ուժերը ընդդիմադիր իրենց ձայնը բարձրացնեն այս բռնաճնշումների դեմ։ Քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հայտարարել է հացադուլ առաջին հերթին իր նկատմամբ տեղ ունեցող ապօրինության եւ իր անհապաղ ազատարձակման համար եւ բացի դա նրա պայքարը բոլորիս համար է, բոլոր քաղաքական բանտարկյալների համար եւ բոլոր քաղաքական հասարակական ուժերը պետք է ոչ միայն սատար կանգնեն Սամսոնյանին իր պահանջի եւ պայքարի համատեքստում, այլ բոլոր քաղաքական բանտարկյալների համար պետք է արվեն գործնական քայլեր նրանց ազատության համար։